ցանկանում կարճ անդրադառնալ մեղադրանքերով դասպարանի կողմից կատարված հայտարարությանը, ինչ որ անձանց պարգևատրելու կամ ինչ որ անձանց գործ արելու վերաբերյալ ուրեմն ցանկանում եմ տեղեկացնել եւ նաեւ հաստ է արդեն բոլորի համար, որ ցույց քրեական գործով բարույթը օրինակության նկատմամբ հսկողությունը իրականացնել է իմ կողմից Արենք իրական հետապնդում իրականացնելու մասին որոշումները կայացնել են իմ կողմից եւ այս հանգամանքների համադրումը որոշակի մարդկանց մոտ կամ որոշակի անձանց խմբի մոտ կարող է տպավորություն առաջացնել կամ նաեւ այդպիսի տպավորություն ստեղծում, որ հնչեցված արտահայտությունները վերաբերում են նաեւ ինձ։ Այս կապակցությամբ եւ մեղադրյալին եւ մյուսներին բոլորին ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջին գրեթե 5 տարվա ընթացքում 4 զբաղեցնում եմ նույն պաշտոնը, ներկայումս էր նույն պաշտոնն եմ զբաղեցնում, եւ որևէ պարգևատրում կամ նոր պաշտոն, ավելի բարձր պաշտոն ինձ չի տրվել։ Առնվազն այս հանգամանքը իմ գնահատմամբ վկայում է այն մասին, որ մեղադրյալի կողմից կատարված հայտարարությունը առ այն, որ օդում կախված ծննդները արդեն հայտնվել են գետնին, այդպես է մնացել օդում կամ առնվազն կանեք ճիշտ առողջություն։ Առհասարակ դրանք չկա։ Սա կապված հայտարարության հետ։ Իսկ ինչ վերաբերում է միջնորդությանը, ես ամբողջությամբ ամենտեղ արգելի պաշտպանի արտադրի որոշմանը եւ գտնում եմ այդ հանգամանքով պայմանավորված միջնորդության քննարկում պետք է հետաձգվի, դրա համար, դրա լուծման համար անհրաժեշտ մի շարք հարցեր, որոնք բարձրացրեցին բարձելու համար։ Այսքան պատվժան դատարկ։ Շատ լավ։ Այս մասով, եթե որ մանրամասն դիտարկում կարող եք անել, նաև հետաքրքիր է մեղադրող կողմի կարծիքը։ Ինչ կարծիք։ Պատվժան դատարկ, շատ կներեք իմ գնահատմամբ ավելի մանրամասն եւ ավելի խորը վերլուծություն քննարկվող հարցի լուծ կարող եմ ներկայացնել, երբ որ մենք ունենանք տեսողական պատասխան։ Այո։ Ուղղակի հիմա ինչ են ասում կլինի ենթադրությունները, որը ոչ եմ ուզում անել։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Կան արձագանքներ։ Խնդրեմ։ Ուրեմն հարգելի դատախազ, ես կաշկան վրաշեմ, եթե ձեզ վերաբերվել է, հարցի ես ուղիղ կասեի։ Ում որ վերաբերվել է, կատարվել է, միգուցե մենք առանձնացնեիք, եթե ես կաշկան վրաշեմ, ամբողջ կյանքս ինչու պես է ասել եմ, եթե ձեզ վերաբերվել, ուղիղ կասեի, ձեզ խոստացի։ Այն ինչը որ կատարվել է, անձի հետ դուք էլ տեղյակ եք, որ քննիչից պետք է դառը։ Շատ լավ, շնորհակալություն եւ միջնորդության քննարկումը սպառվել այս նիստով, բայց ըստ էության դեռևս չսպառված։ Արձանագրումը դատարանը միանշանակ կիսում է պաշտպան Կոչուբայևի դիտարկումը եւ մոտեցումը, որին նաեւ մեղադրող կողմը միացավ։ Հարցի պարզաբանման նպատակով դատարանը մինչև հնարավոր էական հանգամանքների պարզումը շարունակում է միջնորդությունը դեռևս չլուծել եւ հետաձգել եւ բաց դարձնելու համար բացահայտում են, որ հենց քրեակատարողական ծառայության կան ղեկավար կամ համակարգող պետական մարմիններին եւ օղակներին պատրաստվում են իրականացնել համապատասխան հարցում, որպեսզի բաց լինի կա քննարկվող անհնարինությունը, թե գերատեսչական մակարդակներում ի վերջո հնարավոր է առանց դատարանի կանաբերնելու դատավորական իմաստով լուծել կազմված անձի խնամքի հարցը։ Չեն թաքցնի այդպիսի հարց բարձրացնել առաջին անգամ լսում ամբողջ մասնագիտական պրակտիկայի ընթացքում դրա համար նաև պրակտիկան գուցե դեռ նոր որոշակիորեն հաղթման կարիք ունի այս մասով։ Եվ հարցը այսքանով լուծված համարելով անցնում ենք առաջ, որտեղ կանգնել դառը նախորդ դատական նիստին, խոսքը վերաբերում է ապացույցների հետազոտման ենթակա ծավալի եւ շրջանակի որոշմանը, այդ կապակցությամբ խոսքը տրամադրելով մեղադրող կողմին։ Հարգելի դատախազ, խնդրեմ, կարող եք ձեր առաջարկներով հանդես գալ, այդ թվում բացահայտելով առաջարկող ապացույցների վերդիկտ կայացնելու համար նշանակությունները։ Շնորհակալություն պատվաժան դատարան, մեծ հարգանքով բոլորին, իհարկե պատվաժան դատարանին, դատարանի քննադատի ներկայացնել ապացույցները նստած միտքում դրանց ծավալը եւ բովանդակությունը։ Իհարկե, հատկապես քան կարդում եք, համեցեք մեզ։ Շնորհակալություն։ Պատվաժան դատարան, գտնում եմ, որ դատարանում առաջի հերթին պետք է հետազոտվեն
քրեական գործում առկա եւ մեղադրական եզրակացություն ներառված գրավոր ապացույցները, մասնավորապես Սերոբ Գասպարյանի բնակության վայրում ուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը, որը նախնշում, որ տեղակայված է քրեական գործի 5-րդ հատորում, Բարութային թեր 108-ից 112։ Այս ապացույցը դերդի կայացնելու համար էական նշանակություն ունի այնքանով, որ ուզարկության արդյունքում հայտնաբերվել են մի շարք իրեր առարկաներ հաստատվել, որոնց հետագա հետազոտման ձեռնության արդյունքում ձեռք են բերվել մեղադրյալների մեծակերպող հանցավոր արարքները հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ։ Ինչպես նշեցի, ապացույցը տեղակայված է 5-րդ հատորում Բարութային թեր 108-ից 102։ Հաջորդ գրավոր ապացույցը Արմեն Մնացականյանի բնակության վայրում ուզարկություն կատարելու մասին արձանագրությունն է, որը տեղակայված է քրեական գործի 5-րդ հատորում Բարութային թեր 70-ից 73։ Այս ապացույցը դեպի կայացնելու համար էական կարևոր նշանակություն ունի այնքանով, որ բնակարանում ուզարկություն կատարելու ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, նաև ռուսական գումար, ռուբլին, իսկ բջջային հեռախոսների հետագա հետազոտություններով, զննություններով դարձյալ իհայտ են եկել առնվազն 5 գնահատմամբ մեղադրանք են հիմնավորող փաստական դրդարներ, որոնց ես կանադառնամ մի փոքր ուշ։ Նաև ձեր թույլտվությամբ ցանկանում եմ կողմերին պարզաբանել, որ հեշտ լինի նաև հետևյալը, ես հիմա հերթականությամբ թվարկելու եմ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների վերաբերյալ կազմված տեղեկանքում շարադրված փաստերը, որոնք ըստ հերթականությամբ համապատասխանում են մեղադրական եզրակացությունում ներառված ապացույցներին հետևելու համար հեշտ լինելու համար։ Ներողություն ավելի մի դիտարկում հենց աշխատելակերպի վերաբերյալ դարձել արդյունավետությունից ելնելով, քանի որ վերդիկտ կայացնելու համար նշանակությունների բացահայտումը եւ քննարկումը ինքնին ավելի մակերեսային դատավարական ինստիտուտ է, քան հետազոտումը ապացույցների, ես առաջարկում եմ առնվազն հանցակազմի պարերի մակարդակին բացահայտել, օրինակ, որ մեղադրելի հանցակազմում սուբյեկտիվ կողմը բացահայտելուն է ուղղված որևէ ապացույց կամ օրինակ օբյեկտիվ կողմին, այդ գոնե առնվազն այդ մակարդակը պահպանել, որպեսզի դատարանին էլ հեշտ լինի հասկանալ, որ ապացույցը ինչ նպատակով պետք է դատավարական իմաստով ծանրաբեռնի մեր դատաքննությունը։ Հասկացա, շնորհակալություն։ Եթե իհարկե դուք հատուկ կարիք չեք տեսնի ավելի մանրամասնորեն։ Ես հասկացա, Պատվազան, հաջորդ ապացույցը, ուրեմն Երջանիկ Սիմոնյանի բնակության ուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրությունն է, որը տեղակայված է քրեական գործի 5-րդ հատորում Բարութային թեր 98-ից 102։ Ուզարկության արձանագրության համաձայն Երջանիկ Սիմոնյանի բնականում կատարված ուզարկությամբ հայտնաբերվել եւ ծրագրել են քրեական բարության նշանակությունով մի շարք իրեր, այդ թվում նաև 55 փամփուշտ եւ 1 պայթուցիչ սար։ Դեպալված առարկաները արդեն ինքնին վկայում են, որ այս հանգամանքով, այս ապացույցով հիմնավորվում է Երջանիկ Սիմոնյանի կողմից, ինչպես ուրեմն իշխանությունը զավթելու ուղղված գործողությունների կատարում օբյեկտիվում, այնպես էլ ապօրինի կերպով ռազմավարության բերելու ամբուշներ եւ մեկ հատ պայթուցիչ սար ձեռք բերելու հանգամանքը։ Այդ դեպքում օբյեկտիվ փոխի կատարումն է նկարվում։ Եթե այս ծավալով բավարար անցնում միանշանակ բավարար։ Այս մասով մի ճշտում միայն Երջանիկ Սիմոնյանի մեղադրանքին է առնչվում այս հայտնաբերված պատվիրան իհարկե ոչ, տեսեք, մենք մեղադրյալներին մեղադրանք ենք ներկայացել խմբի կազմում կատարված խմբով հանցավոր արարք կատարելու համար։ Եվ ակնհայտ է կամ առնվազն 5 գնահատմամբ յուրաքանչյուրի մոտ հայտնաբերված ապացուցողական նշանակություն ունեցող փաստերը եւ տվյալները ինքնին հիմնավորվում են այն խմբի կողմից կատարված հանցանքի արկայությունը։ Հիմա դիցուկ որևէ մեկի բնական դիցուկով ներշեն հայտնաբերվել է որոշակի զենք կամ ռազմական տեխնիկա միջոցներ եւ դա ասել թե պետք է օգտագործվել միայն իմ գնահատման տեղին չէ եւ մեր գնահատումը այն է, որ այդ հայտնաբերված հնարավոր կոնկրետ գործողություններ իրականացնելու համար պիտանի առարկաները օգտագործվելու են խմբի կողմից եւ դրանցով հիմնավորվում է
խմբի կազմում կամ խմբով գործած անդամների արժեքը։ Այսինքն կոչված են ապացուցելու բոլոր մեղադրանքներին առաջադրված մեղադրանքների որոշակի համարը։ Այո, իհարկե բացառության տվյալ դեպքում Երջանիկ Սիմոնյանի բնակարանում այս 55 հայտնաբերված 55 փամփուշտների հետաքրքիրները որոնց համար, այսպես ասած, դրանք ապօրինի երբ ձեր բերելու համար առանձին մեղադրանք է ներկայացվել Երջանիկ։ Շնորհակալություն։ Համեցեք եթական արտաշեի ուզում ընդհատել նաև այդ կոնտեքստում մենք ձեր դիրքորոշումից հետո շարժվեցինք նախորդ ապացույցը չբացահայտված մնաց ցանկանայի հանրի դրամաբանությամբ լսել նաև Տեսերով դասպանի տան խոզարկությունով ինչ է հայտնաբերվել, որովհետև գոնե ինտերեկտատվությամբ հայտնաբերվել է պարգևատրական ատրճանակ, որը Սերով դասպանը ստացել է 18 տարի առաջ, և կուզենայի այդ ապացույցի կապը հանցագազմի տեսանկյունից հասկանալ հենց այս նույն դրամաբանությունը պահպանած, թե օրինակ օրինական ատրճանակը և այս մեղադրված արարքը ինչ հարաբերակցության մեջ է։ Շնորհակալություն, ընդունել եմ աննշանակ այս երեք դասկայան։ Շնորհակալություն։ Պատվաստան դարձան։ Ձեր դուրսությամբ կոնկրետ անդրադառնամ հարգելի պաշտպանի կողմից նշված այդ օրինական ճանապարհով կամ պարգևատրված զենքին, չէ՞, դրա մասները։ Այո, հայտնաբերվել է նաև իրևենը չի ճանաչվել։ Այո, եթե չեմ սխալվում։ ուրեմն գնայինք իհարկե հայտնաբերվել են եւ ոչ միայն ատրճանակից, նաև այլ զենք զինամթերքի հայտնաբերվել։ Եվ նախաքննությամբ պարզվել է, այո, որ այդ հրացանները գործողական նաև այդ ատրճանակը, եթե ինչ-որ մի բան մոռանան կամ խնդրում եմ հուշել, ձեռք են բերվել օրինական ճանապարհով։ Դա նաև բարդ իրականացնող մարմինը չի եղել, եւ ես չեմ եղել։ Եվ դրանով պայմանավորված առանձին 235 նավթի քրեական գործերով նախատեսված 235 մեղադրանք չի ներկայացնում, բայց Ներողություն, խնդրեմ լրություն։ Բայց օրինական ճանապարհով ձեր բերված ռազմամթերքի կամ զենքի օգտագործումը կամ այսպես ասած հայտնաբերված զենքի եւ ռազմամթերքի օրինական ճանապարհով ձեր բերված լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող հերքել, որ դրանց օգտագործմամբ չէր կարող իրականացնել կամ չէր նախատեսվում իրականացնել այն անձավոր արարքը, որը այն առերևույթ անձավոր արարքը, որը մեղսագրվել է, եւ ապա դրանց էությունը կամ արտահայտությունը այնքանով է կարևոր, ոչ թե առանձին նախին քրեական օրենսգրքով 235-րդ հոդվածով նախատեսված հանցան կատարելու իմաստով, որ այո, եղել է հնարավոր, ունեցել են իրենց տրամանության տակ հնարավոր միջոցներ, այսպես ասած, նախապատրաստվող հանցագործությունը ի կատարածելու համար։ Այս իմաստով նշանակություն ունեն մեր գնահատմանը։ Եթե դիտարկում կա, քանի որ բազմաքանակ են թվարկող ապացույցները, վերջում անդրադառնալը գուցե ժամանակային խզման պատճառով դժվարացնի քննարկումը, եթե Շատ լավ, պատվաստան դատան ես գտնում եմ զուտ ապացույցի վերաբերելիության մասով, նաև որպես առաջարկ գուցե այս հայտարարությունից հետո հանրային մեղադրող հրաժարվի այս ապացույցից, նաև պրոցեսը չծանրաբեռնելու համար բոլոր հայտնաբերված զենքերը եւ որսորդական հրացանները եւ գլոկը այո հանդիսանում են օրինակ, դրանք չեն իրեն ապացույց չեն ճանաչվել, դատարան չեն ուղարկվել։ Գտնվում են վարույթին իրականացնող մարմնում, հետևաբար ես գտնում եմ, որ այս ապացույցը ինքնին ոչինչ չի հաստատում այն պայմաններում, եթե սա դիտարկվել է, որ այդ զենքերով պետք է իրականացվել իշխանության զավթումը առնվազն ողջամիտ լիներ դրանք արգիրավել եւ որպես իրեն ապացույց ճանաչել եւ գցել վարույթի նյութերի դրա պարագայում կնիչը դրանք չի գցել վարույթին եւ միայն մնացել է փաստը որ կուզարկությունը իրականացվել եւ հայտնաբերվել է օրինական զենզինամթերք։ Համեցեք շնորհակալություն։ Մատաղյան դատարան հավանաբար հարգելի պաշտպանը իրեն ապացույցներ իրեն ապացույց ճանաչելու մասին որոշումը սեղանցիկ է ծանոթացել, որովհետև հայտարարած բարձրացած հանգամանքը չի համապատասխանում իրականությանը եւ իրական վարույթը հետևաբար հանգամանքը չի համապատասխանում իրականությանը
զենքերին, իսկ ինչ վերաբերվում է այդ զենքերը դատարան չներկայացնելու, այո, հաստատում եմ այդ հանգամանքը, կապված եւ անվտանգության եւ մի շարք այլ բաներով դրանք բախում են բալուտ իրականացնող։ Այսինքն ճանաչվել է։ Այո, իհարկե, հիմա մենք դրան ծառայում ենք։ Երբ որ մենք հասնենք արդեն իրեն ապացուցի ճանաչել։ Իրեն ապացուցած առողջաների հետազոտմանը որևէ խնդիր չկա, սեմ շահույթում կկազմակերպի դրանք ըստ եզրակացության հատոր 5-70-ից 73 բնակության վայրում կատարված խուսափություն հատոր 5-րդ բարոյական 70-ից 73 Բերքում հերթականության 4-րդը, այսինքն ըստ համարակարգման 34-ին մենք հասանք, Արտակ Երևանցյանի բնակության վերաբերյալ Հաջորդ գրավոր ապացույցը ուրեմն Արտակ Երևանցյանի բնակության վայրում եւ ավտոմեքենայում խուսափություն կատարելու մասին արձանագրություններն են։ Նախապես նշենք, որ դրանք տեղակայված են քրեական գործին 5-րդ հատորում բարոյթային թերթ 119-ից 124, ինչպես նաև նույն հատորի 126-ից 129 բարոյթային թերթերում։ Արտակ Երևանի բնակության վայրի խուզարկություն արձանագրություններով հայտնաբերվել են եւ վերցվել են նորից լավ ուսումնասիրեն հրացան փամփուշտներ որսորդական իհարկե եւ նմանատիպ այլ իրեր ու առարկաներ եւ դիքորոշումը եւ տեսակետը լինեն ինչ մի փոքր առաջ արտահայտվեցի այո այդ դրանց օգտագործմամբ կարող հնարավոր է իրականացնել նախատեսվող հանցավոր առարկը եւ այս հանգամանքով է պայմանավորված որ այս ապացույցը նշանակություն ունի վերդիկտ կայացնելու առնվազն սուբյեկտիվ կողմի մասին է նաև վկայում որ ձեռք են բերել դա իրականացնելու համար իսկ ով է Արտակ Երևանցյանը վկա է ամիսան Արտակ անձի վերաբերելիության մասով այն նրա տանից բնակության վայրից Արտակ Երևանցյանը պատվարժան դատարան ուրեմն սույն քրեական գործով այո մեղադրյալ է ունի մեղադրյալի կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունին բացակայելու եւ արգելակցելու մարմնից թաքնվելու ոչինչ որ նստած է։ Համեցեք անջատված մասը։ Այո, որը դատարանում չի գտնվում։ Այո, ձեր թույլտվությամբ ես փոքրիկ բարձրաբանում նշեմ, որ ամեն անգամ չկրկնվեմ, դե հասկանալի է քրեական դատավարության սահմանված կազմող այս գործողությունները տեսաձայնագրվել են եւ արտահայտ են տեսաձայնագրությունները Մասնավորապես արձանագրությունը, թղթային արձանագրությունը գտնվում է քրեական գործի 5-րդ հատորում, բարոյթային թերթ 133, իսկ տեսագրությունը պարունակող սկավառակը գտնվում է նույն հատորի 134-րդում։ Տրամաբանություն է սա է, եթե դուքցամ ամեն անգամ, եթե դեմ չեք, տեսա սկավառակի բարոյթային թերթը չնշեմ։ Ուրեմն շարունակենք։ Սև հովազ ռազմահայրենասիրական կազմակերպության գրասենյակի բուզարկություն կատարելու արդյունքում հայտնաբերվել վերցրվել են ուրեմն բջջային ներողություն կապի միջոցներ եւ դրա լիցքավորիչներ ինչպես ներողություն խնդրեմ եթե հայտարարություն կար ամեցեք կանեք դուք եք դուք ներկայացեք խնդրեմ հնչացի մասին եք ուզում իշխանալ Ձեզ ես պարզաբանեմ, որ դատավարության մասնակիցների հերթն է գործի մասին խոսել։ Եթե գա որևէ փուլ, որ նաև մենք կհասնենք ձեզ, անպայման կլսվեք։ Խնդրեմ այս ընթացքում μην դատեք։ Նստեք։
Եվ մոտեցումը դարձյալն է, որ այս առարկաների օգտագործմամբ այո կարող են իրականացնել կամ նախապատրաստել իրականացնել մեծարգո հանցավոր առարկա։ Հաջորդ ապացույցը, ուրեմն գործակետի թիվ 1181-24 եզրակացությունն է, որը տեղակայված է քրեական գործի 13-րդ հատորում բարույթային թերթ 105-ից 115։ Ուրեմն եզրակացությամբ հիմնավորվել է մասնավորապես մի շարք այլ հանգամանքների հետ, հիմնավորվել է այն փաստը, որ Երջանիկ Սիմոնյանի բնակարանում հայտնաբերված եւ արգելաբար ստեղծված ամփուշները եւ ուրեմն պայթուցիչը իրոք գործում են եւ ասած հայտնաբերված առարկաները հանդիսանում են ռազմամթեր, իսկ նաեւ պայթուցիչ։ Կարծում եմ ասել թե ինչ է հիմնավորում կամ ինչքանով է ինչ իրական նշանակությունը վերդի կայացնելու, ուղղակի տեղին չէ, որովհետեւ բոլորիս համար դա արդեն բարձ է։ Շատ լավ։ Հաջորդ ապացույցը Սերոբ Գասպարյանի անձնական խուզարկությամբ վերաբերյալ կազմված պատասխանատվությունն է, համաձայն որի հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, ռուսական ռուբլի եւ այլ տարբերակ։ Այդ Խնդրեմ մեղադրել կարող եք հայտարարել։ Ես ճիշտ է, եթե հեռախոսներ ասեցի ուղղակի տեխնիկական համարի պատկեր, եթե անհրաժեշտ է կարող եմ նաև գործարանային համարները նշել, հայտնաբերվել է ուրեմն Samsung տեսակի S22 երևի թե։ Այս բոլում կարիք չկա, ապացույց հետազոտելիս Այս ապացույցը ուրեմն կարևոր է եւ իրական նշանակություն է վերդի կայացնելու համար, որովհետեւ հեռախոսի հետ նկատմամբ իրականացված հետագա բարոյթային գործողությունների, քրճական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել մեղադրանք հիմնավորող փաստական տվյալներ, որոնց ես կանոնադրամ մի փոքր ուշ։ Հասկանալի է, եթե մենք մեղադրանքի հիմքում դրված լինենք այդ հեռախոսի նկատմամբ իրականացված բարոյթային գործողությունների վերաբերյալ կատարված արձանագրությունը, հարց կբարձրանար, թե ինչ հանգամանքներում է հայտնաբերվել այդ հեռախոսը։ Սա ում փաստ է, ապացուցում է, որ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը հայտնաբերվել են այն հեռախոսում, որը արգելվել է Սերոբ Գասպարյանի։ Մենք հետագայում թվարկելիս այլ ապացուցողական գործողության արձանագրությամբ կհանդիպենք, թե ինչ է պարզվել հասկանալու։ Իսկ այս փողերը կապում են մեղադրանքին։ Պատասխան դարձել են մեղադրանքի հետ կապվում, որպես այդպեսի իհարկե մեղադրանքի հիմքում չեն դրվել, բայց առնվազն իմ գնահատմամբ, մեր գնահատումը մոտեցումը այն է, որ այս ռուսական ռուբլու արկայությունը առնվազն իր հերթին որոշակի չափով վկայում է Ռուսաստանի Դաշնության հետ Սերոբ Գասպարյանի եւ այնտեղ որոշակի գործարքների մեջ գտնված լինելու հանգամանքի մասին, որովհետեւ այս իմաստով պատասխան դարձել։ Ներողություն, ես նկատի ունեմ դուք առաջարկում եք դրան հետազոտել որպես ապացույց, թե ոչ։ Ոչ, դրան որպես ապացույց հետազոտում։ Հետևքում որպեսզի տարանջատենք 37-րդ կետում նշված է ստորակետով տարանջատվածներից բջջային հեռախոսից հետո կան նաև այդ գումարները, հետո եւ այլ իրեր։ Այս գումարները դրամը, ռուբլին եւ ԱՄՆ դոլարը ապացույց չեք առաջարկում։ Ոչ, պատասխան դարձան, խոսքը վերաբերում է բջջային հեռախոսին։ Շատ։ Իսկ եւ այլ իրերը ինչ որ ծավալ կազմում են, հետազոտման ենթակա ուրիշ բան պիտի հետազոտենք, թե ոչ։ Ոչ։ Հասկացա։ Եթե պաշտպանության բանից չկա։ Բարի, խնդրեմ մեղադրել ինչ ունեք ասել։ Ռուբլու մասին որ խոսվեց, ընդամենը 37,000 ռուբլի է, որը որ ես Ռուսաստանի մեկում իհարկե պետք է ռուբլի ունենայի որպես ներկայացում են կառավարություններ, հետո որ ասացի, խնդրեմ այլ իրերը ընդամենը շորերը սա մեդալյոն սա երկորս որդու տեսքով խնդրում եմ վերադարձնել դեպի ոչ ապացույցը ոչ էլ դեսելու չէ։ Ձեր արկուստների եւ մեդալյոնի մասին եք ասում։ Շատ լավ, լսենք, թեև դուք արդեն կարծիք հայտնեցիք արգել դատախազ, բայց այնուամենայնիվ հստակեցրեց մեղադրել։ Այս այլ իրերի մեջ առաջարկվում է որպես ապացույց հետազոտել, եթե կա այդպիսի օբյեկտ, մեդալյոն եւ մեղադրյալի հակոստները, թե չի առաջարկվում, որովհետեւ դատարանը հայտարարությունը ճիշտ եւ պատշաճ արձագանք։
Պատվաժան դատարան, ուրեմն այս բարեդրությամբ ես հասկանեմ, որ ոչ չի առաջարկվում, բայց սրա վերաբերյալ կարծում եմ, այս հանգամանքի վերաբերյալ կարծում եմ որոշում կամ որոշում ավելի հստակ ճիշտ կլինի արտահայտել, այո, բարձրաձայնել, երբ որ մեկ էս տվել ապացույցը ավելի խորացված, ավելի մանր ըստ էության հետազոտենք եւ նոր նման դիրքորոշում։ Որ ապացույց։ Խոսքը կոնկրետ վերաբերում այս անձնական խուզարկության ժամանակ, անձնական խուզարկության վերաբերյալ կազմված արդյունավետությունը եւ դրա հայտնաբերում հայտնաբերված իրերի։ Խնդրեմ, եթե հիմա դա կարող է հարցի լուծում տալ, կարող ենք առանց հետազոտելու բովանդակային, որովհետև հակառակ պարագայում ստացվում ենք հասնենք այդ հերթին հետազոտենք ապացույցը եւ այս ամբողջ ժամանակահատվածում ճակատագիրը որոշելը օդից կախված կմնա, բայց ներառյալը հայտարարություն արեց ըստ էության դիմում է դատարանը։ Դատարանը սպասելու համար պետք է նաեւ ավելի ճկուն լինի, որովհետև ըստ էության միջնորդվեց վերադարձնել։ Խոսքը վերաբերում է հագուստին եւ հագուստները սա, այո, եւ Երբ պոլիսի որոշում ներկայացնում։ Շնորհակալություն ցամաքել, պատվաժան դատարան այդ առարկաները հետազոտելու անհրաժեշտություն հանրային մեղադրողը կամ չի տեսնում, բայց կան մի փոքրիկ ներկայություն պատվաժան դատարան։ Հիմա դիցուկ ես չգիտեմ, այդպիսի միջնորդությամբ կարող են հանդես գալ օրինակ պաշտպանության կողմը։ Հիմա եթե այնուամենայնիվ մենք դիտարկենք կամ շարժենք այն գաղափարով, որ հանրային մեղադրողը դա հետազոտելու կամ նպատակարարություն չի տեսնում, վերադարձնենք հետագայում, չգիտեմ ինչ արարմանքերով պայմանավորված կամ ինչ փաստերով հիմնավորված այդպիսի միջնորդություն ունի, որ այնուամենայնիվ բերեք հետազոտենք պաշտպանության կողմից։ Ես կարծում եմ տեխնիկ խնդիր կունենա։ Ամեն դեպքում ես ռիսկը ո՞րն է ավելի դատախազում։ Պատվաժան դատարան, ես հիմա չեմ կներեք էլի, ես չեմ կարող հիմա ինչ-որ ենթադրություններով, ավելի ճիշտ եթե վառ մտածելակերպի դեպքում կարծում եմ բոլորս եթե ժամանակ ունեն մի 100 տարբերակ կարող են մտածել։ Ներողություն, ես գիտեմ, որ դա ենթադրություն է, բայց քանի որ հենց դուք ինքներդ ասում եք, որ խնդիր կունենանք, այդ խնդիր կունենալը նույնքան ենթադրության մակարդակում եմ ես հիմա կարող եմ գնահատել, որքանով որ ուզում եմ հասկանալ դրա ռիսկը հիմքը։ Եթե խնդիր կունենանք, ուրեմն խնդրում եմ ասել խնդիրը, որը կարող է լինել։ Ես չգիտեմ, օրինակ չեմ բացառում երբ որ միջնորդություն ներկայացվի դրանք հետազոտելու, վկայակոչելով, որ դրանք իրենց վրա կամ չգիտեմ գրպաններում ամենասի առարկաներ իրեր, որոնք օրինակ հեշտում են մեղադրյալի ներսագրված հանցավոր արարքները։ Դրանք այնպիսի անորոշ են, որ կարող է եւ ինչ-որ դրանց նկատմամբ կամ վերաբերյալ վարույթ իրականացում անելը ոչ այդ աստիճան կամ այդ աշխով դիտարկված լինի եւ արձանագրած չլինի։ Հիմա այս պայմանությամբ ես նորից նշում եմ, որ հանրային մեղադրողը այդ առարկաները հետազոտելու անհրաժեշտություն դատարանում չի տեսնում։ Բայց եթե պատվաժան դատարանը գտնում է, որ եթե նույնիսկ պաշտպանության կողմից այդպիսի միջնորդություններ էլի խնդիր չեն, ես չեմ առարկում դրանք վերադարձնել։ Շնորհակալություն, ճիշտ հասկացա, ուղղակի ճշտով հարց, որ գուցե քննիչը զննման չի ենթարկել։ Չէ, զննման ենթարկել է կամ բայց առարկային չի գնահատվել այնպեսին, որը որ կարող է օրինակ մեղքը հեշտում լինի։ Իհարկե ես դա բացառում եմ պատվաժան դատարան վառ երևակայության դեպքում դուք ասեցիք ինչ խնդիրներ կարող են լինել կամ ինչ համատեղություն։ Ես այդ իմաստով։ Հիմա ես չեմ կարող ասել կոնկրետ ինչ փաստով կարան ասեն այս, չգիտեմ, կներեք, որ սպիտակ գույնը ես ներողություն եմ շատ վերացական։ Այ վկայում է, որ անմերը սա ինչ-որ մի հատ հասկացա ձեզ, մի ճշտում եւ նաեւ լսենք պաշտպանական կողմի կարծիքեր, չէ, մեղադրյալից։ Արգելի մեղադրյալ, ձեր ակնկալիքը քննարկենք, եթե բարձր որ դա պետք չի գործին եւ դատարան, դուք հենց այս դատական նիստով եք դա ակնկալում, ինչպես պարոն Երեցյանի դեպքում, թե օրինակ առաջարկում եք այդ հարցը քննարկել, քանի բազմածավալ է նյութերը, առնվազն տեխնիկապես վերանայելու կարիք կարող է առաջանալ։ Կարա մյուսը լինի, ուղղակի այդ շորերը այնքան կմնանք թթի։ Հասկանալի է, շնորհակալություն։ Դե մեդալյոնն է, որ ամեն ինչ։ Ձեր դիրքորոշումը հաշվի առնելով, ուրեմն քննարկենք հաջորդ նիստին դրա անդրադառնալու ինչ կարծիք եք։ Արգելի պաշտպան հարցություն տեսնում եք։ Ոչ, պատվաժան դատարան, մյուս նիստի համար նախապատրաստենք եւ փաստաթուղթը եւ իրերը եւ հարցը քննարկենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Դատարանը հաշվի առնելով, որ հատկապես այս պահին այլ դատավարական հարց է քննարկվում, ուստի միջնորդության Մեղադրյալ Գասպարյանի միջնորդության լուծումը հետաձգում է հաջորդ նիստին, հաշվի առնելով, որ այն ոչ ժամանակին է ներկայացվում, բացի այդ դրա համար անհրաժեշտ
կազման ենթակա հնարավոր էական հանգամանքներ պետք է վերանայվեն։ Ոստի միջնորդության լուծումը հետաձգվում է